ամեն բանի առաջ հազար փառք եւ գոհություն Աստուծո, որ մեծ պահոց այս առաջին շաբթվան ընթացքին մեզ առաջնորդեց եկանք այստեղ Սուրբ Եկեղեցու մեջ աղոթագից եղանք մեկս մյուսին եւ խնդրեցինք իր զորությունը շարունակելու մեծ պահոց մեր ճանապարհորդությունը անուն Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո ամեն որ զորենը սրբության բահոց նախիտրախտին ավանտեցեր, զոր ոչ բահելով նախաստեղծից ընջաշակման պտղույն, ճաշագեցին ըստարնություն մեղած և մահու, վասնորոշ նորյա մեզ դեր, ճաշագել ըսկաղցություն կոց պատվիրանած։ Սուրբ բահքի օրենքը նախտրախտի մեջ ավանտեցիր, որ նախաստեղծները չբահեցին, այլ բդուղին ճաշակմամբ մեղքի և մահվան թարնությունը ճաշագեցին, ուստի դեր բադվիրաներուտ քաղցրության ճաշակումը շնորհ է մեզի։ Այսօր մեծ բահոց երկրորդ գիրագին է, համաձայն հայ եկեղեցվո դոնացույցին կգոչվի արտաքսման գիրագի։ Արտաքսման գիրագին կվերհիշեցնե մեզի մեր նախածնողած Ադամին ու Եվային վտարումը, եթե մի բարտեզեն իրենց բադվիրանազանցության պատճառով։ Այսօրվա նորտնության շարագանը, ինչպես նաև ջաշու շարագանը պատարագի սկիզբը, որ ընտրած ենք որպես բնապան, կպատմի մեզի, թե Աստված Սուրբ բահքի օրենքը բադվիրանը հաստատեց թրախտի մեջ, ու մեր նախածնողներուն Ադամին ու Եվային բադվիրեց ջաշագել բարտեզի բոլոր բդուղներեն, բացի բարիի ու չարի գիտության ծառեն, ինչպես Ծննդոց գիրքի երկրորդ գլխու 16-17 համարները մեզի կվկայեն։ Բայց օծը, խորամանկ օծը, ինչպես Աստվածաշունչը կնկարագրե, խաբեց մեր նախածնողներուն ու անոնք գերան բդուղը և բդուղի ճաշակմամբ ճաշագեցին նաև մեղքի ու մահվան թարնությունը։ Սիրելի հավատացյալներ, մեղքը աշխարհ մտավ, որովհետև մարդը ընդառաջեց ոչ թե Աստուծո խոսքին ու պատվերին, այլ օծին խորամանկ ու խաբեբա հրավերին, ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, քանզի Աստված գիտե թե այն օրը, որ անգե ուտեք, աչքերնիդ պիտի բացվին եւ աստվածներու պես պիտի ըլլաք, փարին ու չարը գիտնալով։ Մտի գրին այս խոսքին, կացին դեսան, թե բդուղը ծառը աղեկ էր գերագուրի համար և հաճելի աչքերուն ու փափաքելի իմաստուն դառնալու արին անոր բդուղեն գերան և անոնց երկուքին աչքերը բացվեցան և մեր կլալին գիծան գսե Աստվածաշունչը։ Անոնք աննազանդ գտնվեցան Աստուծո պատվերին և հեռացան Աստուծմե։ Արտաքսումը սիրելի հավատացյալներ պետք չէ հասկանալ միայն որպես աշխարհագրական դեղաշարժը չէր, հոգևոր վիճակն էր, որ ապրեցան մեր նախածնողները, բաժանումն էր Աստուծմե, բաժանումը գրագեն, տակուտենեն, չերմուտենեն, աստվածային սերեն։ Բաժնվելով Աստուծմե, մարդը ընտրեց իր կամքը Աստուծո կամքեն վեր տասել, հեռանալով լույսեն, անսկսավ վստահիլ իր սահմանափակ իմաստության և մորցավ աստվածային իմաստությունը։ Անկախությունը որոնելով, անինքզին կդավ ոչ թե ազատության մեջ, այլ ներքին դատարկության և խռովքի մեջ։ Այդ իսկ պատճառով բահվտեցան Աստուծո աչքեն և ամտցան իր դիմաց ելնելու։ Սիրելի հավատացյալներ, արտաքսում բառը հաճախ ժխտական իմաստ ունի, դուրս տրվիլ կնշանակե, բայց արտաքսումը կամ արտաքսման գիրակին մեզ հուսահատության պետք չէ առաջնորդե, որովհետև անհիշեցումն է մեզ մի յուրաքանչյուրին, որ մեղքը այո հետևանք ունի, ըսկուշ պետք է լալ, պետք է հեռու ապրիլ մեղանչական կյանքեն, բայց նաև խոստումը կդրվի, նույնինք Ծննդոց գիրքի նույն էջերուն վրա, երրորդ գլխու 15-րդ համարի մեջ Աստված կխոստանա փրկությունը եւ օծին գսե քու գնոջ
քու եւ գնոջ մեջտեղ քու սերունդիդ ու անոր սերունդի մեջտեղ տշնամություն պիտի տնեմ ան քու գլուխդ պիտի չախչախե եւ թուն անոր քարշաբարը պիտի խայթես եկեղեցվո հայրերը սիրելի հավատացյալներ այս համարը կգոչեն առաջին ավետարան որովհետեւ այստեղ է որ առաջին անգամ կհայտնվի փրկիչին կալուստի խոստումը որ խաչով եւ հարության միջոցով չախչախեց սատանային իշխանությունը խաչելությունը քարշաբարի խայթոցն էր իսկ հարությունը օծի գլխու չախչախումը ինչպես ատամը դուրս ելավ թրախտեն մենք ալ գիտակցաբար դուրս կուքանք մեր մեղքերու ու սխալներու վիճակեն եւ ապաշխարության ջամփով կփորձենք վերադառնալ Աստծո բախքը այն ջամփան է ուր գվերադարձնե մարդը իր անգյալ վիճակեն թեպի փառքի վիճակ եւ մեծ բահոց ընթացքին մարդ եւ Աստված զիրար կհանդիպին անմեզ կմաքրե կլուսավորե կպատրաստե հանդիպելու հարուցյալ Քրիստոսին այո աթամը գործընծուց դրախտը իր աննազանտության պատճառով սակայն մենք Քրիստոսի հավատալով կվերակտնենք հոգևոր դրախտը մեր հնազանդությամբ Բահքի այս ընթացքը սիրելի հավատացյալներ պետք է անցնենք հիմնական 3 քայլերը առաջինը ինքնաճանաչումն է Բահքը արիթմն է մենք մեզ ճանչնալու հաջող կգրտնենք ասիգա մարդ ինքնին ճանչնալով կգիտակցի իր գդարած սխալներուն եւ կանցնի երկրորդ անկրվան որ ապաշխարությունն է ապաշխարությունը մեղանչում է դեպի զղջում երթալու ճանապարհն է մենք մեր սխալները, մեր մեղքերը, մեր ախտերը, մեր հիվանդությունները ճանչնալի ետք կփորձենք այդ բոլորը սրբակրել եւ վերակտնել այն ինչ որ գործանած էր եւ երրորդ վերագանքնումն է ամեն ինչ որ կգործանի պետք է վերագանքնի մեր անձերը որ մեղքի պատճառով գործանած են պետք է ինքնաճանաչումով եւ ապաշխարությամբ սրբակրվին եւ ապա վերագանքնին Այս 3 հանգրվանները բոլորիս համար շատ կարևոր են Այս 3 քայլերը մեր կյանքի ուղեցույցը պետք է լան Մենք մեզ ճանչնանք, ապաշխարենք, վերագանքնենք Միայն մեծ բախքի ընթացքին չէ, բայց որ պետք է կատարենք այս բոլորը Ամեն վարքյան, ամեն օր այս 3 քայլերը պետք է առնենք մեր կյանքի ընթացքին որովհետև դգար արարածներ ենք միշտ կմեղանչենք, միշտ կսխալենք, բայց այդ սխալի մեջ պետք չէ մնանք, պետք է ոտքի ելենք, ապաշխարենք, մաքրենք, մենք մեզ սրբենք, զղջանք մեր կատարած սխալներուն համար եւ վերագանքնենք այդ անգյալ վիճակեն, անգամ եւս չվերադառնալու հույսով։ Արտաքսումը պատմություն է Սիրելի հավատացյալներ, մեզ մե յուրաքանչյուրին, մարդ արարածին, որ իր քոյությունը կըմբռնե անգախ Աստծո նախախնամուտենն։ Առաջին ատամը, եթե չարի խրատին անցալով թրախտեն վտարվեցավ, դուրս տրվեցավ, երկրորդ ատամը Քրիստոս խոսքով ու գործով մերժելով մերժեց խապողի խորհուրդները, սորվեցուց աղոթքով քուգամքդ ըլլա ոսկյա կանոնը, կորձնաբես ցույց տվավ իշխանությունը կործատրել խոնար ծառայությամբ եւ իր սուրբ արյունը ողողելով մահվան ծառին խաչին վրա մեզ առաջնորդեց ճշմարիտ գենած ծառին Եկեք այսօր սիրելի հավատացյալներ բոլորս մեր աչքերը բարձրացնենք թեպի երկինք եւ շարագանակիր հայրապետին հետ Սուրբ Ներսես շնորհալի հայրապետին հետ աղոթենք եւ ասենք Սուրբ Բահքի օրենքը նախ թրախտի մեջ ավանդեցիր Զոր նախաստեղծները չբահեցին, այլ բդուղին ճաշակմամբ, մեղքի և մահվան թարմությունը ճաշակեցին։ Ուստի դեր, բադվիրաներուց քաղցրության ճաշակում է շնորհե մեզի, որբեսի քեզնով զորացած, հաղթահարենք չարին և արժանի ըլլանք լսելու երանավետ կու հրավերըտ։ Եկեք հորս կողմե օրտնյալներ և ժարանկեցեք այն արքայությունը, որ ցեզի համար աշխարհի սկիզբեն պատրաստված է, փառավորելով ամենասուրբ երրորդությունը,
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր Կանադայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Դերպապկեն arczepiskopos Շարյանի հրամանով թեմիս բոլոր եկեղեցիներեն ներս կգադարվի հոգեանկստյան պաշտոն մեզ մի արհավետ բաժնված հոմի հիմնադիրներու, բարերարներու և հոմի մեծ ընտանիքին մաս կազմող ննչեցյալ հայորդիներու հոգվոց հիշատակին։ Մեր ժողովրդի պատմության ամենեն թեժ օրերուն հիմնված է հայ օգնության միությունը 1910-ին։ Ան ծնավ որպես գարեկցանքի զոհողության և գազմագերբված սիրո դրսևորում։ Դասնամյակներ շարունակ հոմը եղած է և կմնա Աբաստան որբերուն, կարիքավորներուն, քաղաքականներուն, պատերազմեն և աղետներեն դուժած մեր քույրերուն ու եղբայրներուն։ Հոմի առաքելությունը միայն նյութական աջակցություն չէ, ան գրթական, մշակութային, առողջապահական և ընկերային ծառայությամբ կզորացնե հայ ընտանիքը։ Ան գերդած է դպրոցներ, մանկատուներ, ձերանոցներ, աջակցած է և կաջակցի ուսանողներու, կխնամե հիվանդներ և կգանքնի մեր ժողովրդին կողքին, թե Հայաստանի մեջ, Արցախի մեջ, Սփյուռքի զանազան քաղաքներու մեջ, ուր որ հայ պետք ունի, հայը գարիքի մեջ է։ Սակայն հոմի մեծագույն արժեքը իր հոգին է, հայ կնոջ նվիրումը։ Հոմուհին եղավ մայրական խնամքի, կազմակերպչական կարողության և հայրենասիրական ոգի կենդանի օրինակ։ Ան իր ծառայությունը կատարեց լուռ, խոնարհ, բայց հաստատ քայլերով հավատարիմ մնալով իր կարգախոսին ժողովրդիս հետ, ժողովրդիս համար։ Այսօր հոգեանկստյան այս կարգով կհիշենք այո հոմի ընտանիքեն առավետ բաժնված բոլոր հայորդիները, հիշելով անոնց ինքնազոհողությունը և ծառայությունը կվերահաստատենք մեր ուխտը շարունակելու այդ սուրբ ծառայությունը։ Անոնց կյանքը պատկա մեզի ծառայելու, սիրելու և նվիրվելու։ Թող Տերը ընդունի անոնց հոգիները իր երկնային արքայության մեջ և մեզ բոլորիս շնորհե նույն նվիրումն ու հավատքը, որպեսզի արժանի ժառանգորդները լանք մեր նախահայրերուն։ Ամեն։ Առաջնորդ Սրբազան հոր և դրոնական ժողովի դնորինումով հոգեանկստյան պաշտոն պիտի կատարվի նորոգանկության լուսահոգի դեր դատև arczepiskopos Սարգսյանի վաղճանման արդիվ։ Առաջնորդ Սրբազան հոր դնորինումով և հոմի Շուշի մասնաճյուղ վարշավ խնդրանքով հոգեանկստյան առողջություն պիտի կատարվի հոմի հիմնադիր անդամույներուն և բարերարներուն, հատկապես